Քանի ես կամ, հայրս ոչ մի բանից չի վախենալու։ Բրավո, կեցես։ Չգիտեի, որ այսքան համարձակ աղջիկ ես։ Հա, մտքովդ չանցնի, որ անտեր մարդ ես գտել, ոնց ուզես հետը կվարվես։ Ով, բայց Սոսը երբեք այդպես չի վարվել Լիլիթ։ Հայաստան գալուց հետո շատ բան ա փոխվել, մանավանդ որդուդ թշնամիների ու բարեկամների քանակը, այնպես որ այդքան վստահ մի եղի մամ ջան։ Լսի, ինչ ես ուզում ինձանից, ես եկել եմ տուն հանգստանալու, այնպես որ մաքրվի, խնդրում եմ։ Սոս, խնդրում եմ, այդպես մի խոսի։ Ինչին արժանի է, այդպես էլ խոսում եմ, մամ ջան։ Դե իհարկե, ես ով եմ։ Լսի, ինչ ես ուզում ինձանից։ Արդեն ասեցի, հորս հանգիստ թող։ Ուշացել ես։ Գիտես հայրդ ինչ ա արել։ Իմ ամբողջ կարողության մի մասը վերցրել է ու տարել տվել է շախունցներին, ավելի շուտ մի կլորի գումարի դիմաց վաճառել է։ Հա, դե խոսա, չունես ասելու բան։ Տարիներից վաստակածը տարել ջուրն ակցել։ Ինչ անեի, ճակատը պաչեի։ Գիտես, ես զգում էի, որ ինչ-որ բան աստեղ կատարվում, անհանգիստ էի, զգում էի, որ ինչ-որ մի բան են չի, երևի մայրական սիրտս էր ինձ ուշում, չնայած մայրդ չեմ։ Մամա, ինչ ես խոսում, հենց դու ես իմ մայրը, դու ամենաթանկ մարդն ես իմ կյանքի։ Դու հիմա հասկանում ես, ինչ է մեզ հետ կատարվում, երբ որ քեզ Հենրիի հետ տեսնում էինք, խելագարվում էինք։ Հասկանում եմ, ու ինչքան էլ դժվար լինի, փորձում եմ այս դառը իրականության հետ համակերպվեմ։ Ահա որը, ու գիտես ինչն էր, ահա որ չէին կարողանում քեզ ճշմարտություն ասենք, որովհետև ցավ կպատճառեինք, դրա համար խելագարվում ենք, ես էլ հայրդ եմ։ Մամ ջան, ես մենակ երախտապարտ եմ, որ դուք եք իմ ծնողներ, ուրիշ ոչ մի բան։ Շնորհակալ եմ ձեզ ու երախտապարտ։ Դու գիտես մենք քեզ ոնց ենք սիրում, կյանքից շատ։ Գիտեմ, ու մի անգամ չի, որ այդ մեծ սերը ինձ ցույց եք տվել։ Դու վերջը քոնը արեցիր, հա, պապա։ Ինչ եմ արել։ Դու լավ գիտես ինչ ես արել, դու թիկունքից հարվածել ես ինձ, շախունցներին տալով քո, ավելի ճիշտ ինչի քո, իմ ու Սոսի բաժնետոմսերը, դու թորանդ ունեցվածքը տվել ես շախունցներին, պապա։ Չեմ տվել, վաճառել եմ։ Չի կարելի այդքան փողի մեռած լինել։ Չափը ճանաչի, աղջիկ ջան, դե մոռացար ոնց էր Սոսը վարվում քեզ հետ, ապա արձան ուզում։ Հիմա էլ ա ուզում, բան չի փոխվել, բայց դրանից իմ սկզբունքները չեն փոխվում, ես չեմ ուզում, որ շախունցը վայելի իմ կամ երեխուս ունեցվածքը։ Ես ստիպված գնաց այդ գայլին, կյանքի ու մահու հարց էր։ Ոյ, չասես թե չէիր ուզում քեզ ստիպելով այդ քայլին են դրթել։ Տենց էլ կա, չէի ուզում, բայց արեցի։ Ես քեզ զգուշացնում էի, որ եթե… Դու ինձ ահմիտ ուր։ Այս բանը ես քեզ երբեք չեմ ների, պապա։ Դե գնա քո տուն, դե գնա այն Սոսիդ մոտ, ում տենց պաշտպանում ես։
Ոնց ես տղես։ Ես քեզ ինչ տղա։ Անցած անգամ շատ վախեցա քեզ համար։ Բայց դու ով ես ու ինչ կապ ունես իմ հետ, որ մի հատ էլ վախում ես իմ համար։ Ինձ չես հիշում։ Շատ լավ եմ հիշում ու հիշում եմ քո պատճառով առաջացած խնդիրները։ Անցած անգամ շատ վատ հանդիպում ստացվեց։ Դե ուրեմն պետքա դաս քաղեիր ու չհայտնվեիր էլ։ Ես եկել եմ, որ սխալ ես ուղղեմ։ Լսի, ինչ կապ ունեմ ես քո հետ։ Եթե չեմ սխալվում, քո կապը մենակ հորս հետ է։ Ու անցած անգամ ինքը քեզ լավ օրը չգցեց։ Որովհետև վախեցավ։ Վախեցավ, որ ճշմարտությունը կբացահայտեմ։ Ինչ ճշմարտություն։ Ինչ կապ ունեմ ես այդ ճշմարտության հետ։ Մեծ կապ։ Նույնիսկ չես պատկերացնում ինչքան մեծ։ Այրս ստիպեց ինձ հեռանալ ու չասել ճշմարտությունը։ Բայց այս անգամ ես կասեմ այն, ինչը դու պիտի իմանաս։ Իմ երեխան պետք է իմանա ճշմարտությունը։ Պետք է ճանաչի իր մորը։ Դուրս ես գալիս բալես։ Հա, մամ, որոշել եմ նորմալ գնամ ես իմ աշխատանքին, իմ դասերին, որովհետև ես ուզում եմ արձինատորը ընդունվեմ, ավարտեմ ու լավ մասնագետի որակավորում ունենամ, իսկ սենց չի կարելի չի լինի։ Գիտես չէ, իմ հորդ երազանքն է քեզ տեսնել որպես պրոֆեսիոնալ բժշկուհի։ Խոսք եմ տալիս կտեսնեք։ Բայց նախ եւ առաջ մենք ուզում ենք քեզ երջանիկ տեսնենք։ Ժամանակն է, որ մենք մեր բնականon կյանքով ապրենք, մամ։ Իսկ ինչ վերաբերում է երջանիկ լինելուն, թողենք թող Աստված ուղղորդի։ Ես համոզված եմ, որ այսքան փորձություններից հետո մենք մի լուսավոր կետի կհասնենք։ Այս փորձություններից հետո ես հասկացա, թե դուք ինչքան թանկ ու կարևոր եք իմ համար։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Մեր կյանքի իմաստ։ Ասում ես երեխեն ճանաչի մորը։ Ասում եմ ու հաստատում եմ ասածս։ Ես Միքայելին երեխա եմ պարգևել։ Փաստորեն դու ես։ Ես եմ այն կինը, ում Միքայելը զրկեց երեխայից։ Չեմ հավատում։ Հավատա։ Ես այն խեղճ անձնավորությունն եմ, շախունցները թողեցին առանց երեխա։ Ճիշտ հասցեով ես եկել։ Հենց դու էլ ինձ պետք էիր։ Զարմացած եմ, դու գիտես, Միքայելը քեզ ամեն ինչ պատմել է։ Հա, պատմել է։ Բայց նայում եմ քեզ ու չեմ հավատում, որ քեզնից կարար Անգելինայի նման աղջիկ ծնվեր։ Ինչ։ Շատ ափսոս է, որ Անգելինան քո աղջիկ կլինի։ Դու արժանի չես իրան։ Ինչ Անգելինա։ Շատ ամոթ է, որ աղջկա տանումը չգիտես։ Ինչ ստերով է գլուխդ լցրել Միքայելը։ Լսի, բայց չեմ հասկանում, ինչ ես իմ մոտ եկել, այլ ոչ թե միանգամից գնացել Անգելինայի մոտ։ Դու սխալ ուղղությամբ ես մտածում, տղաս։ Լսի, հերիք է ինձ տղես ասես։ Ներվային անում եմ արդեն։ Ես չգիտեմ դու ինչ ես մտածում, որ ես Անգելինայի մայրն եմ, բայց Չկերես չեմ աղատում։ Դու ես ինչ ռիսկ ես արել եկել ասել այստեղ։
Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ համեցեք։ Բարև ձեզ։ Բարի օր։ Չճանաչեցիք։ Չէ, իհարկե ճանաչեցի։ Շատ ուրախ եմ ձեզ համար։ Ո՞նց եք, լավ եք։ Լավ, շնորհակալ եմ։ Եկել էի գնումները անելու։ Տեսնում եմ արել եք։ Այո, դե լավ մնացեք։ Դուք էլ լավ մնացեք։ Հենրին ինչ-որ բան փոխանցեմ։ Ինչպիսի զուգադիպություն։ Նույն հարցն էլ պատկերացրեք ես էի ուզում տալ։ Չէ, պետք չի ինչ-որ բան փոխանցել։ Մենք հաճախ ենք հանդիպում։ Լավ մնացեք, հաջողություն։ Հաջողություն։ Թե ինչի ես ինձ սենց պահեցի։ Շատ նորմալ է Հենրի ու այս աղջկա հարաբերությունները։ Ինչի եմ ես ինձ սենց վացքում։ Ինչքան շուտ Հենրին այդ աղջկա հետ իր կյանքը կապի, այնքան ավելի լավ բոլորիս համար։ Պիտի սովորեմ ու գիտակցեմ, որ Հենրին իմ եղբայրն է։ Բա թող խոսում են։ Թող։ Ապա, հանգիստ պարկի։ Այս ինչ ստերով ես լծրա երախուս գլուխը, հմ? Հերին քեզ ինչ երեխա։ Ինչ ես եկել։ Ինչ ա եղել, որ հայտնվել ես։ Ես պայքարելու եմ որդուս համար։ Այսինքն եկել ես մահվանդ հետևից, հա։ Անգամ եթե դու ինձ սպանես, ես միևնույնն է չեմ գնա։ Կապրենք Երևա։ Այս ինչ իմարություններով ես լծրել երախուս գլուխը։ Ես ոնց հասկացա Հենրին գիտի, որ ես քո երեխայի մայրն եմ, բայց ոչ իր մայրը։ Անգելինանովա, Հենրին կարծում է, որ ես նրա մայրն եմ։ Այդ ինչ հիմարություններով ես լծրել երախուս գլուխը քեզ մաքրելու համար, հա։ Ես առանց աչք թարթելու քեզ կկորցնեմ։ Մաքրվի մեր ճանապարհից։ Միևնույնն է, ինչքան էլ դու ինձ սպառնաս, ես չեմ հեռանալու քո սպառնալիքների ներքո, հասկացար։ Ես իմ համոզմունքների համար մինչև վերջին շունչս կպայքարեմ։ Չկասկածես։ Իսկ հիմա գնա հիվանդանոցից։ Եթե ես նույնիսկ գնամ հիվանդանոցից, միևնույնն է, չեմ անհետանա քո սպառնալիքների ներքո։ Կասկած չկա, սա Անգելինայի մայրն է, բայց ինչի էր իմ մոտ եկել Անգելինայի մոտ գնալու փոխարեն։ Կամ ինչի պապան տենց այլայլված վիճակով վերցրեց դրան ու դուրս եկավ։ Ախր մեկը ճիշտը գիտեմ արդեն։ Մենք ասում ենք մնաք բարով, սիրելի դպրոց, սիրելի դասարան, սիրելի ու հարազատ դարձած ուսուցիչներ ու սիրելի դասընկերներ։ Անսահման հուզմունք ու դեռ չհեռացած անասելի կարոտ կա մեր սրտում։ Խնդրում ենք մեզ խիստ չդատել մեր սխալների, բաց թողումների ու անմեղ չարաճճիությունների համար։ Մենք այսօր նոր կյանք ենք թևակողում, այս պատերի ներսում թողնելով մեր անհոգ ու երանելի տարիները։ Մեզ հետ տանելով քաղցր հիշողությունները, ձեզ ջերմ ժպիտները ու թանկ խորհուրդները, թող դրանք ուղեկցեն մեզ կյանքի բոլոր փուլերում։ Մենք երախտապարտ ենք այն բոլոր մարդկային արժեքների համար, որ ձևավորել եք մեր մեջ։ Դուք այսօր մարդկային բարձր արժեքներով օժտված սերունդ եք ճանապարհում դեպի նոր կյանք։ Մնաք բարով։
Ես այսօրվան շատ երկար եմ սպասել ու ուզում եմ, որ մեր վերջին զանգը հավերժ դրոշմվի մեր հիշողություններում։ Ընդունիր ես մատանին որպես իմ սիրո խորհրդանիշ ու թող բոլորը իմանան, որ սիրում եմ քեզ։ Ալո։ Շախունցը ժողով է անում ու ես պետք է ներկա լինեմ։ Ես սենց բան չպետք է թույլ տայի։ Ես խոստացել եմ ինձ, որ ոչ մի պարտություն, ոչ մի նահանջ, միայն առաջ։ Բայց արի ու տես, որ մի անգամ արդեն պարտվեցի։ Ինձ սիրուն կյանքով էի ապրում, ինձ իմ ընտանիքում աշխարհի երջանիկն էի զգում։ Հիմա ինչքան էլ փորձում եմ խաղաղ ու առօրյա կյանքով ապրել, մեկ այլ առաջվանը չի լինի։ Այլ երջանիկ չեմ լինի, միտքս ու հոգիս մաքուր ու խաղաղ չեն լինի։ Ուր է երբեմն ինգերուհիդ։ Լավ էլի, Հենրի։ Ինչի դուրս հանեցի, պապա։ Բան ինչ անեի։ Մտա տեսա հետը տա ամախած գլխիս։ Ինչ էիք խոսում, պապ։ Ինչի տենց վախեցած ու վատ վիճակով դուրս հանեցիր ստեղից։ Դուրս հանեցի ու բացատրեցի, որ քեզնից հեռու մնա։ Որովհետև ես եմ դեպի Անգելինան տանող ճանապարհը։ Ինքը քո մոտ անելիք չուներ։ Պապ, ինքնա չէ Անգելինայի մայրը։ Ոնց չէի հասկացել մինչև ես։ Հենրի, խնդրում եմ։ Հա, հենց դրա համար էլ դու այսքան ժամանակ գնաց էիր անում, որ ինքը իմ ճանապարհին չհայտնվի, որ ես չիմանայի ճշմարտությունը։ Գնալով ավելի ու ավելի եմ թաղվում իմ փորած փոսում։ Պապ, ասա էլի, ասա, որ ճիշտ եմ։ Ասա, որ այդ անդուր կինը Անգելինայի մայրն է։ Հենրի։ Անիմաստը լռելը կամ ստելը, պապա։ Ես ամեն ինչ հասկացել եմ։ Հա, ինքն է։ Ինքը Անգելինայի մայրն է։ Ու ինչ տվեց քեզ այս ամեն ինչը։ Ինձ ոչ մի բան։ Բայց Անգելինան պետքա ճանաչի իր մորը։ Դու հենց նոր ինքդ քո բերանով ասացիր, որ անդուր կին է։ Հիմա մի հատ պատկերացրու ինչ կզգա Անգելինան։ Երբ որ իմանա, որ այդ կինը իր մայրն է։ Հաստատ ավելի շատ չի ատի իրան, քան քեզ։ Լավ ես ինչի մեջ անգա։ Ոնց եմ ես սրատակից դուրս գալու։ Հիմա որ պատին տամ գլուխս։ Ոնց որ հաջողությունն ինձ ժպտացել է։ Հասել է պահը հաղթելու։ Ինձ առիթ հանձարվել խաղալու շախունցների հետ։ Ու որ կարևորը պատժելու ինձ առանց որդի թողնելու համար։ Բարև, մամ ջան, հանգիստը տես վայելում։
Ինչի՞ ես եկել Լիլիթ։ Լավ, այդքան մի զարմացի դուռը բաց էիր թողել, մտամ։ Սա իմ տունն է, եկել եմ։ Սոսին սա դուր չի գա։ Միայն սոսին չէ։ Քեզ էլ դուր չի գալիս։ Բայց ես եկել եմ, որ մնամ։ Ինձ շատ քիչ է հետաքրքրում ձեզնից որ մեկին ինչա դուր գալիս։ Լավ կանես, էլ ավելի չլարես ձեր հարաբերությունները։ Ես չեմ լարում, էդ դուք եք լարվում, մամ ջան։ Ես պետք է մնամ այս տանը։ Սա նաև իմ տունն է։ Սոսը միշտ կառավարվել է քո կողմից։ Դա այդպես չի։ Հիմա էլ պահանջի, որ ես մնամ այս տանը։ Ես սոսի կինն եմ, քո թոռան մայրը։ Հաճույք ես ստանում, որ քեզ ամեն անգամ տնից դուրս եմ շպրտում։ Բարև սիրելի ամուսինս։ Ոնց ես։ Քո գնալուց հետո լավ կլինի։ Բայց իմացար, ես այս տնից գնացողը չեմ։ Ես եկել եմ, որ մնամ։ Ես շատ երկար եմ պայքարել, որպեսզի հիմա շատ արագ հավաքեմ իրերս ու հեռանամ քեզնից։ Դու գիտես ինչի դեմ ես պայքարում, որ բոլորը դժբախտ լինեն, իսկ դու երջանիկ։ Քո համար օրենք ես որդեգրել։ Իսկ որտեղ է գրված, որ ես պիտի մտածեմ ուրիշների մասին։ Գիտես ինչ, տհաճ է ինձ քո նման երևույթի հետ երկխոսության մեջ մտնելը, էժան խոսակցություններ վարելը, այնպես որ լքի ես տունը։ Իմ սիրելի ամուսին, ուզում եմ քեզ մերժել։ Ես չեմ դուրս գա այս տնից։ Խորհուրդ կտամ ինձ չհակառակվես, հակառակ չքայլես։ Ուրեմն դուրս սպանի, ես այս տնից մենակ մեռած դուրս կգամ։ Ինձ մի հրահարի։ Սոս։ Մամի խառնվի։ Չէ, ինչի, թող խառնվի, թե հենց հերթի ինձ հասնում բերանը փակում ես։ Ձենդ կտրի մորս է նորմալ խոսա։ Գնախան։ Մամ, ինչ եղավ, մամ։ Ցույց։ Ալտնացրիք ես տղես։ Չէ, մամ ջան։ Շուտվանից ես ստեղ։ Չէ, հենց նոր եկա։ Ինչ լավ է, որ իմ մաման դու ես։ Էս ինչ խոստովանություն էր։ Դե Անգելինայի մորն եմ տեսել։ Վիկտորիան էր եկել քո մոտ։ Ես Անգելինայի կենսաբանական մոր մասին եմ խոսում, մամ։ Մի րոպե։ Չհասկացա, դու գիտես Անգելինայի մայրը ով է։ Ինչի դու չգիտես։ Իհարկե չգիտեմ։ Ես մի քանի անգամ հորդ հարցրել եմ, բայց չի պատասխանել, չնայած ես Անգելինայի մասին էլ չգիտեի, մոր մասին որտեղից պետք է իմանայի։ Են Ֆրիդային հիշում ես։ Դե որ մի քանի ամիս առաջ հայտնվել էր։ Հա։ Այ ինքն է Անգելինայի մայրը։ Հնարավոր չի։ Լավ էլի մամ։ Ինքն էր եկել իմ մոտ։ Պապան էլ եկավ, շատ կարևոր պահի դուրս հանեց։ Բայց ես հասցրի պարզեմ, թե ով է ինքը։ Նախ որ Ֆրիդան քո մոտ է եկել, այդ արդեն վատ է։
Բայց ինքը ոնց կարող է Անգելինայի մայրը լինել։ Չէ, դա ինչ-որ սխալմունք է, հնարավոր չի։ Ման, չես լսում ինչ եմ ասում։ Պապան ինքը իր բերանով ասեց, որ էտը տենց է։ Կուզես շտապօգնություն կանչեմ։ Չէ, ոչ մի դեպքում։ Չէ, կանչի, հանկարծ ինչ-որ բան չլինի վրա բարթեք։ Գնա այստեղից։ Սոս, խնդրում եմ, թող կինդ մնա ու ապրի այս տանը։ Ոչ։ Սոս, խնդրում եմ, հանուն ինձ։ Կներես մամ, հանուն քեզ էլ համաձայն չեմ, թող չմնա այստեղ։ Սոս, աղաչում եմ քեզ, հանուն ինձ, հանուն այս տան խաղաղության։ Խնդրում եմ, թող մնա։ Միևնույն է, ես ըստնից չեմ գնալու։ Ինձ մենակ մեռած կհանեք ստեղից։ Դու քեզ ոնց ես զգում։ Լավ եմ տղաս։ Դե ուրեմն ես դուրս գամ, որովհետև այս տանոթը շատ է ծանրացած։ Ապրես կեսուր մայրիկ, տես որ ուզում ես կարողանում ես հոգուտ ինձ խաղալ։ Կարևորը հաղթանակն է, միջոցները էական չեն։ Կուզես սուրճ դնեմ, սկեսուր մայրիկ։ Ոյ, Լիլիթ։ Ալո։ Բարև արամ։ Զանգել եմ, որ ներողություն խնդրեմ։ Ինչի համար։ Դա այսպես անսպասելի հեռանալու։ Ինչ ես խոսում, Մերի։ Ուղղակի Սեմին մենակ թողնել չէի կարող։ Ինչ ասեմ, իդեալական քույրիկ ես։ Նեղացած ես ինձնից։ Չէ, նեղացած չեմ։ Ուղղակի իմ աշխատանքի տեղում եմ ու դու ինձ խանգարում ես։ Քեզ լավ որ ինձ էլ։ Ֆրիդան եկել։ Էլի։ Արա, այդ ինչ ուզում եմ մեզնից է, չեմ հասկանում։ Չես կարում դրա բերանն ես բակես, որ այստեղ չերևա։ Այս անգամ դրա ախորժակը մեծ է ոնց որ։ Հենրիի մտքերն ախառնել իրար։ Լավ, ինչ անեմ, որ դա հասկանա ու Հենրիից հեռու մնա։ Միքայել ջան, մի բան ասեմ էլի։ Կարող է վերամիավորվես։ Լավ էլի պապ հումորների ժամանակ ես գտել։ Դու չէ տղա ջան, ինչի։ Որ խորանում եմ տարբերություն չկա։ Առաջարկում եմ թեման փակենք։ Առաջարկն ընդունված է, առաջարկն ընդունվա միաձայն, բայց հետո կմտածես ասածներից մասին։ Ձեռս առնում։ Չէ, ինչի այդ ցավը տանեմ։ Եթե չես կարող կնոջդ այդ հարցերը լուծես, ուրեմն տղուտ մոր հետ կարաս վերամիավորվես, ինչ է։ Դու ինչ ես եկել։ Ինչ ես անում ստեղ։ Այդ հարցը տուր հորդ։ Ինքն է հրավիրել ժողովին։ Այդ Ֆրիդան ասում էր մամ, որ իր երեխեն պետքա ճանաչի իրան, որ շախունցները բաժանել են իրարից։ Էլ ինչ էր ասում։ Դե ոնց որ պատմեցի էլի։ Հետո պապան եկավ ու բերանը փակեց։ Երևի ուզել է Հենրիին խոստովանել, որ մայրն է։ Միքայելն էլ իրավիճակը փրկելու համար հերթական անգամ ստել է։ Ես որ ստեղից դուրս եկա մամ, պետքա պարտադիր Անգելի ու իր մոր հանդիպումը կազմակերպեմ։ Պետք չի տղես։ Ես քեզ խնդրում եմ դու այդ կնոջից հեռու մնա։ Ես էլ քեզ եմ խնդրում համ ջան։ Ես կոլեգաներիդ բացատրի, որ ես արդեն լավ եմ, բուժվել եմ, թող ինձ ստեղից դուրս գրեն, արդեն փտել եմ այս պատերի մեջ։
ձեզ։ Բարի օր։ Ահա, հերթափոխը եկավ մամ ջան, դու կարաս գնաս ու գոլեգաներիդ հետ այդ հարցը լուծես, բայց իմ մասին հոգ կտանի։ Ես կարծում եմ քո մասին հոգ տանելու կարիք չկա։ Դու շատ լավ ես, բայց ես պատրաստ եմ անել այն, ինչ կցանկանաս, հիվանդ ջան։ Ես թույլ չեմ տա, որ մոտենաս տղուս։ Հենրիս երբեք չի իմանա, թե դու ով ես։ Մամ, լավ ես։ Հա, տղես, հա։ Յան, կյանքս կներես, բայց ես քեզ այսօր մենակ եմ թողնելու Կոկոյում։ Սիրելիս թույլ տուր հիշեցնել, որ Կոկոն քո խանութն է, ու դու ընդհանրապես պարտավոր չես ամեն օր գալ ու ինձ հետ մինչև վերջ աշխատել։ Չէ, լիս ես շատ սիրով եմ աշխատում, բայց այսօր չեմ կարող էլի գամ երեխենին վրայա։ Դու գործերիդ նայի, Կոկոն վստահելի ձեռքերում է հանգիստեղի։ Լավ ընկերուհիս։ Ջան, ինչ ես ինձ տխուր դու այսօր իմ կյանք։ Գնանք մաքուրոտ չնչենք։ Գնացինք։ Գնացինք ճուտես։ Բարի։ Դուրը չփակես երեսիս խնդրում եմ։ Ոնց ես հորքուր։ Առանց ես շատ վատ։ Կիսատ եմ ու կոտրված։ Գիտես քո տեղը շատ էր եղում։ Աննան ինձ արդարանալու հնարավորություն չտվեց։ Դաժան էր ինձ ձեզնից զրկել։ Այս բուջուրից, ում աշխարհ գալուն ես շատ էի սպասել։ Կարող եմ տեսնել։ Ներս արի հորքուր։ Իմ առաջ փակա շախունցների տան դուռը։ Չէ։ Հորքուր մի շախունցել ես եմ ու ես քեզ ասում եմ արի ներս։ Ով կա տանը։ Ջան։ Բա դու աշխատանքի չես, որ այսքան ժամանակ կողքես նստած ես։ Աշխատանքս կսպասի։ Իսկ քեզ հետ հաճելի է։ Նույնիսկ հիվանդանոցային պայմաններում։ Այո։ Լսի, ասում եմ կարող է, որ հիվանդանոցից դուրս գրվեմ, ընկերություն անենք։ Ընկերություն անենք։ Բայց մենք արդեն ընկերներ ենք։ Ես լրիվ ուրիշ բան նկատի ունեմ։ Ժամանակ ունեմ մտածելու, թե հիմա պետքա պատասխանեմ։ Բարև Անգելինա։ Քո սիրած թխվածքն եմ բերել։ Ապրես։ Երեկ էլ ես էի բերել։ Փաստորեն հասցրել ես այս կարճ ժամանակահատվածում հերի նախասիրություններին ծանոթանալ։ Դե հա։ Անգել, բայց պետք չէր նայություն քաշել ու գալ։ Չէ, ինչի։ Որ չգայի ոչ է իմանա, որ եղբայրս ընկերուհի ունի։ Շնորհավորում եմ։
Քեզ էլ եմ շնորհավորում։ Իմ եղբայրը շատ լավն է։ Դու ուղղակի շահել ես։